Ողջույն հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամյանն եմ։ Իսկ այսօր զրուցելու եմ հոգեբանական գիտությունների թեկնածու, T-Life հոգեբանական աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Լիլիթ Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Հրաշալի, ձեզ տեսնելով ավելի հրաշալի։ Ինչպես գիտեք, մեր հաղորդաշարը կանանց առաջնորդության մասին է եւ դուք լինելով հոգեբան, ուզում եմ որպեսզի ինձ օգնեք, որ կարողանանք միասին բացահայտել ի վերջո մարդու մոտ առաջնորդային հմտությունները դրանքից նեն, թե դրանք զարգանում են կյանքի ընթացքում։ Միանշանակ պատասխանել չեմ կարող, որովհետև փորձը ցույց է տալիս, որ անհատական նախադրյալները շատ կարևոր են, այսինքն մարդը ծնվելիս ինչ է բերում իր հետ, ինչ անհատական նախադրյալներ կա, եւ որոշ խումբ առաջնորդներ իհարկե կյանքի ընթացքում որոշակի կյանքի փորձառնությունից ելնելով, որոշակի պաշտպանական մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով, սրանք ձևավորում են իրենց մեջ։ Այսինքն, եթե մենք ուսումնասիրենք, կտեսնենք մարդիկ, ովքեր որ նույն մանկապարտեզի տարիներից, տանը, վաղ մանկությունից սկսած ունեցել են այդ հակումները եւ որոշակի խումբ կանայք կյանքի տարիների ընթացքում եւ նույնիսկ իրենց անհատական պատմության վերլուծությունը ցույց է տալիս, օրինակ նույն դպրոցական տարիներին շատ пассив են եղել, շատ խեղճ են եղել, շատ ընկճված են եղել, բայց որոշակի կյանքի իրողությունից հետո որոշել են, որ ոչ, իրենք պետք է ունենան որոշակի ունակություններ եւ կարողանան ինչ որ գործերում հաջողել։ Հետաքրքիր է, այստեղ եթերում ես շատ տարբեր մասնագետների հետ եմ խոսել, տարբեր կայացած կանանց, ովքեր իրենց փորձառնությունից ելնելով են կարծիք ասել եւ հիմնականում եկել են այն գաղափարախոսությանը, որ իրականում առաջնորդությունը դա 50-50 հարաբերակցություն է, այսինքն կան մարդիկ, ովքեր իցն է գենետիկորեն դրսևորում են իրենց առաջնորդային հմտությունները եւ կան մարդիկ, ովքեր կյանքի ընթացքում որոշակի իրավիճակներից ելնելով դառնում են առաջնորդներ։ Հիմա հետաքրքիր է, ես ուզում եմ, որպեսզի մարդու ձևավորման փուլերին անդրադառնանք, երբ օրինակ մարդը լինում է երիտասարդ կամ այսպես պատանի տարիքում դրսևորվում է իր, այդ հասունացման շրջանից հետո դրսևորվում է իր բնավորության գծերը։ Հետաքրքիր է, արդյոք հնարավոր է հենց այդ տարիքային խմբում արդեն իսկ հասկանալ այս մարդը արդյոք ապագայում կլինի առաջնորդ, թե ոչ, թե էլի փոփոխվում է։ Գիտեք, դա կապ ունի նաև ներքին մոտիվացիոն համակարգից, այսինքն ինչ պահանջներ են դրվում մարդու առջև, ինչ խնդիրներ է ինքը այդ փուլում փորձում լուծել, եւ այդ լուծման ճանապարհին մոտիվացիոն համակարգի ամբողջությամբ պայմանավորված կարող ենք ասել ինքը ունի արդեն նախադրյալ, թե ինչ որ ժամանակ անց դրանք կարող են օրինակ մարել։ Քիչ են նաև դեպքերը, որ կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդը դառնում է առաջնորդ, չէ, ինչ որ կազմակերպչական ունակություններով է լցված, նպատակասլաց է, ինքը կարողանում է ճիշտ ազդեցություններ ունենալ մարդկանց վրա, բայց հետո հոգնում է եւ օրինակ թողնում է դա մի կողմ, շարունակում է իր կյանքը ընտանիքում, ասում է այլևս ինձ հետաքրքիր չէ։ Կապված է, այսինքն մարդու անհատական պատմությունից, տեսակից, կյանքի իրողությունից, փորձառնությունից եւ այդ ժամանակահատվածում մարդու կայացրած որոշումներից միանշանակ չեն կարող ասել։ Այսինքն մարդ, ով որ երիտասարդ հասակում արդեն առաջնորդ է, չեն կարող ասել, որ ամբողջ կյանք ինքը շարունակելու է այդպես ապրել։ Եվ չեն կարող ասել, որ եթե առաջնորդ չէ, չի կարող մի փուլ հետո ինքը դառնալ առաջնորդ։ Եվ կյանքի իրական կենսագրություններից ես կարող եմ օրինակներ բերել, որ ինքս եմ զարմացել, թե ոնց կարող էր այսքան տարիներ ինքը ապրել, օրինակ նույն 40 տարեկանից հետո որոշել է եւ օրինակ որոշակի գործունեություն է սկսել անել, կազմակերպել է եւ շատ ավելի լավ հմտություններով, քան այն մարդիկ, ովքեր մանկությունից իրենց հետ բերել էին այդ որակները։ Ստացվում է, որ մարդը կարող է իր կյանքի ընթացքում տարբեր իրավիճակներից ելնելով լրիվ փոփոխվել։ Այո, այո։ Հոգեբանությունը դա փաստում է, իհարկե կորիզում որոշակի առանձնահատկություններ պահպանվում են, բայց կախված մարդու ներքին հոգեբանական ռեսուրսներից, մոտիվացիայից, արժեքներից եւ իրավիճակից կարող է ամբողջությամբ փոխվել մարդու կենսագրությունը։ Մենք միշտ քննարկում ենք, որ մարդու հոգեկան աշխարհը անծայրածիր է, եւ մարդը ինչքան աճում է, զարգանում է,
իր պահանջմունքներն էլ են մեծանում, իր նախասիրություններն էլ են փոխվում, ճաշակը, նպատակները, ամեն ինչը կարող է փոխվել։ Հետաքրքիր է դուք որպես հոգեբան ինչ կարծիք եք այս առումով եւ արդյոք մարդու զարգացվածությունը, երկարաժամկետ ինքնակրթությունը, կրթությունը մարդուն կարող են դրդել շատ տարբեր ստեղծագործական վերելքների, ինչու ոչ նաեւ մոտիվացիոն առումով Այո, կարող են դրդել այո, բացվել։ եւ այս մասին խոսելիս չպետք է անտեսենք նաեւ ճգնաժամային փուլերը կամ ճգնաժամային իրողությունները մարդու կյանքում։ Նույն օրինակ ամուսնալուծությունը շատ կանանց միանգամից աճեցրել է։ Նույն օրինակ ընտանիքում անհաշտությունը կամ թեկուզ կոնֆլիկտային իրողությունները, թեկուզ սեփական երեխաների հետ կապված ինչ-որ իրողությունները մարդուն տարել են լրիվ այլ ճանապարհով եւ մարդը անընդհատ ըստ էության զարգանալու հակում ունեցող, աճելու հակում ունեցող էակ է եւ եթե իսկապես իր մտածողությունը ռիգիդ չէ, կարծրացած չէ, ինքը չի հետևում կարծրատիպերին կամ իր ռեսուրսները բավարար են, մարդը անընդհատ փոխվում է, զարգանում է, ինքնակրթվում է եւ կարող է այո մի կետից հասնել մեկ այլ կետի, որը որ շատ ապշեցնող դառնա նույնիսկ շրջապատի մարդկանց համար։ Շատ հետաքրքիր բան ասացիք մարդու կրիզիսային փուլերի մասին։ Վերջերս մի գիրք էի կարդում, որտեղ այսպիսի մի ձևակերպում կար, որ մարդու աճը առանց կրիզիսների եւ ստրեսների դա գրեթե անհնար է։ Այո, որովհետև հենց այդ ժամանակ է առաջանում անհրաժեշտություն պաշտպանական մեխանիզմների, նոր վարքի, նոր հմտությունների ձևավորման անհրաժեշտություն եւ մարդը կարողանում է այդ ճգնաժամային, ստրեսային իրողությունների մեջ գտնել նոր հարմարման ելքեր եւ կարողանալ հարմարվել տրվյալ իրողությանը։ Հակառակ դեպքում ուղղակի հաղթահարում տեղի չունենա։ Եվ բացի դրանից ցանկացած հաղթահարման փուլ մարդը կարողանում է վերաարժևորել, վերագնահատել իրողությունը եւ ինքը փորձում է մեկ քայլ առաջ անցնել։ Սա զարգացման սովորական փուլայնություն է եւ հասարակությունն էլ այսպես զարգանում որպես կանոն։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք դեկրետային փուլի մասին, որովհետև այստեղ տաղավարում հաղորդաշարի ընթացքում շատ ենք քննարկել, որ շատ մայրիկներ, հատկապես այն մայրիկները, ովքեր ունենում են լավ կորպորատիվ կարիերա կամ ունենում են հաջողված բիզնես, իրենք շատ դժվարությամբ են թողնում իրենց աշխատանքը եւ որոշում կայացնում մայրանալու եւ դրանից հետո էլ շատ դժվարությամբ են կարողանում մայրական արձակուրդից հետ վերադառնալ, որովհետեւ երկուսն էլ հասկանալի է, որ դրանք կնոջ համար եւ դրական առումով ստրեսներ են եւ կա հայտնի թե ծննդաբերական դեպրեսիան, որը շատերի մոտ է լինում։ Հետաքրքիր է հոգեբանությունն ինչ է փաստում, ինչ է տեղի ունենում տվյալ իրավիճակում կնոջ հետ եւ ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ։ Նախ եկեք առանձնացնենք ծննդաբերական դեպրեսիան որպես այդպես առանձին ախտաբանական, երևույթ, որը որ ոչ բոլոր կանանց է բնորոշ, բայց առհասարակ, այո, հետծննդաբերական փուլում կարծում եմ բոլորի համար է դժվար անցում դեպի աշխատանքային նոր փուլ, որովհետև այստեղ կարծես կինը եւ երեխայի խնամքով պետք է զբաղվի եւ իր հոգեվիճակն է փոխվում, հոգեբանական այս ամբողջ հուզականությունն է փոխվում, ինքը կարծես ունի անելու այլ բան, բացի դրանից մայրական բնազդներն են այստեղ ակտիվանում, մայրը մի կողմից ակտիվ փորձում է գնահատել եւ ակտիվ իր ժամանակը անցկացնել երեխայի հետ, մյուս կողմից վախենում է հանկարծ չկորցնի իր կարիերան եւ հետ չմնա աշխատանքային գործունեությունից։ Եվ այս հարմարումը եւ հոգեբանական, եւ ֆիզիկական, եւ բոլոր առումներով մեծ դժվարություններ է առաջացնում, որովհետեւ տեսեք, չգիտի ճիշտ ժամանակի բաշխումը մայրը, որտեղ ավելի շատ լինի ինքը ֆիզիկապես երեխայի կողքին թե աշխատանքում։ Բացի դրանից հոգնած է մայրը արդեն։
եւ ֆիզիոլոգիական առումով հորմոնալ փոփոխությունների արդյունքում կարող է հոգնածություն նկատվել եւ արդեն իսկ երեխայի վրա ինքը բավականին շատ ժամանակ է ծախսել, գիշերները չի քնել եւ պետք է գնա աշխատանքի, պատկերացնում եք ինչ վիճակում է ինքը հայտնվում։ Եվ բացի դրանից ինքնության փոփոխության խնդիր կա, այսինքն մայր, ով նախկինում չուներ երեխա, արդեն ինքը մայրացել է, իր ինքնությունը այլ է, իր կարևորումն այլ է, իր արժևորումն այլ է, եւ սրա կողքին պետք է տեղավորի կամ շարունակի տեղավորել աշխատանքային գործունեությունը։ Սա շատ բարդ համակցություն է, սակայն հնարավոր է կազմակերպել, եթե օրինակ շատ հեշտությամբ կարողանում է մայրը ինտեգրել այդ ժամանակի բաշխման կամ արժեքային կողմնորոշման փուլայնությունը։ Եվ այստեղ ինչով է պայմանավորված հատկապես շատ դժվարությունը, երբ որ մարդը իր տեսակով շատ պերֆեկցիոնիստ է եւ փորձում է լավագույն մայր լինել եւ նաեւ լավագույն աշխատող լինել։ Սա իհարկե շատ մեծ դժվարություն է առաջացնում։ Եթե մայրը ուզում է, որ եւ իր մայրական խնամքը կատարի լավ բավարար պայմաններում եւ աշխատանքային գործունեությունը, պետք է հրաժարվի այդ լավագույնը լինելու մոտիվից։ Սա շատ քայքայիչ է։ Եվ քիչ չեն պրակտիկ դեպքերը, որ հյուծված արդեն այցելուն գալիս է, ասում է, որովհետև ես էլ չեմ կարողանում շարունակել, ես արդեն ուժ չունեմ եւ երբեմն այո, սա հասցնում է դեպրեսիվ աստիճանի, դեպրեսիվ խանգարման, որովհետև իսկապես անհնար է եւ ժամանակային առումով եւ հոգեբանական եւ ֆիզիկական առումով ամբողջապես ներգրավել ու լավագույնը հասցնել։ Եվ այստեղ այո ուզում եմ խոսել մեղքի զգացման բաղադրիչի մասին, որ երբեմն երբ որ մայրը գնում է աշխատանքի, շատ խորը մեղավորության զգացում է ունենում երեխայի նկատմամբ։ Ասում է ես իմ երեխային բավարար ժամանակ չեմ կարողանում հասցնել։ Ես կարծես իմ երեխային թողնում եմ եւ գնում եմ աշխատանքի եւ շատ վատ մայր եմ ես դառնում։ Բայց այստեղ ուզում եմ կարևորել ժամանակի որակը։ Այսինքն երբեմն մայրը գնում է աշխատելու եւ կարողանում է այսպես հեռանալ երեխայի այդքան հյուծող խնամքից, կարողանում է ինքնակարգավորվել, կարողանում է ինքնադրսևորվել եւ ավելի առողջ հույզերով է վերադառնում դեպի երեխան։ Այստեղ մենք պետք է պարտադիր հաշվի առնենք սա, որ մենք ժամանակային, որակական, ավելի ամուր եւ ավելի հուզականորեն կայուն մայր ենք որպես մոտենում մեր երեխային, եւ այս բաժանումները մենք պետք է ուղղակի ճիշտ պլանավորենք, ճիշտ կազմակերպենք։ Եվ տեսեք, երեխա ունենալուց հետո աշխատանքին վերադառնալ եւ կատարել լավ աշխատանք մենք չենք կարող։ Մենք պետք է այս մեր սպասումների համակարգը ավելի իրատեսական սահմանների մեջ կարողանանք պահել։ Աստիճանաբար պետք է գնանք աշխատանքի։ Ժամանակահատվածը պետք է կարողանանք այնպես բաշխել, որ օրինակ հեռավար կատարենք այդ աշխատանքը կամ ժամանակի առումով ավելի քիչ լինենք գործի տեղը կամ եթե օրինակ առաջնորդ կանայք շատ ավելի լավ կարողանում են հանձնարարականներ տալ։ Եթե այն աշխատանքը, որը որ կախված չի իրենցից, կարողանան հանձնարարել, պատվիրակել եւ ամենից կարեւորը այստեղ աջակցող խումբ ունենալն է եւ աջակցող ով է այս դեպքում ամուսինը, մայրը, դայակը, տատիկները, այո, եւ շատ պերֆեկցիոնիստ կանայք, որպես կանոն, հրաժարվում են պատվիրակելու այդ գործընթացից, համարելով, որ ես կարող եմ անել եւ ես պետք է անեմ եւ իրենք բավարարվում են միայն իրենց սեփական գործելավոճից եւ դժվարանում են այս ճիշտ բաշխումը տեղը գցել, որը որ հանգեցնում է հուզական այրման, հուզական լարվածության եւ ինչու ոչ նաեւ դեպրեսիվ խանգարումների։ Փորձը ցույց է տվել, որ առաջնորդ կանայք շատ ժամանակ չեն թողնում եւ թույլ չեն տալիս, որպեսզի իրենց երեխաների մեծացնելու փուլում օգնության հասնեն օրինակ տատիկները, բարեկամները կամ թեկուզ եւ դայակը, եթե դայակի է դիմում, ապա ուզում է ամեն հնարավոր ձևով վերահսկել դայակի մոտեցումները, դաստիարակման process-ները։ Այստեղ իհարկե չեմ ուզում որակել, որ դա լավ է կամ վատ է, որովհետեւ մայրը ինքն է որոշում ինչպես մեծացնել իր երեխային։ Բայց հանրարդարության նաև մենք պետք է հասկանանք, որ կյանքում ամեն ինչ վերահսկել հնարավոր չէ եւ կան իրավիճակներ, որ ինչքան էլ դժվար լինի, մարդը պիտի փորձի այդ սեպարացիան ունենալ իրավիճակից։ Շատ մայրիկներ ուզում են լինել իդեալական
չհասկանալով, որ այդպես չի լինում, իդեալականության կարելի է Այո։ ձգտել, բայց իդեալական լինել հնարավոր չէ։ Եվ շատ ժամանակ նաև այդ իդեալականությունը թեկուզ եւ տատիկներից, այսինքն ստացվում է, որ համ մայրը իր երեխային դժվար է վստահում տատիկին, ով որ իր փրկողակն են տվյալ իրավիճակում, համ էլ դժգոհ է մնում տատիկի մոտեցումներից, որովհետեւ տատիկը տատիկ է ի վերջո եւ իր ձևով է փորձում իր թորնիկին երես տալ, պահել կամ դաստիարակել եւ այստեղ բախումներ են առաջանում։ Այո, կոնֆլիկտներ։ Կոնֆլիկտներ են առաջանում եւ ես հասկանում եմ, որ հատկապես առաջնորդ կանանց մոտ, ովքեր միշտ ավելի իրենք են որոշողը եղել, իրենք են փորձել իրավիճակը վերահսկել, իրենց համար շատ դժվար է վստահել այլ մարդու իրենց երեխային։ Ինչ խորհուրդ կտաք որպես հոգեբան, ինչպես կարելի է այս իրավիճակը շտկել կամ հարթել կամ հարմարվել գուցեև այս իրավիճակի հետ։ Տեսեք, եթե մարդը չի վստահում եւ ունի վստահության խնդիր, ապա որ սխեման է այս դեպքում ակտիվացած տագնապի սխեման, որ կպատահի ինչ-որ մի վատ բան, որը որ իր ցանկալին չէ, ցանկալի տեսանելի ելքը չէ անձի մոտ եւ շատ կարեւոր է ազատվել այս վերջնական կատաստրոֆիզացված սպասումներից, որ եթե իմ ուզածով չարեց, ապա վնասվեց իմ երեխան կամ վատ ինչ որ մի բան եղավ, բայց եթե փորձում է օրինակ վիճարկել նույն մայրը նման խնամքի պայմաններում, ով է ասել, որ վատագույնն է երեխայի համար, ով է ասել, որ վատ բան կպատահի երեխային, ով է ասել, որ դա լավը չէ, հասկանում եք, երբ որ վիճարկում է մայրը իր ներքին, այսպես մենախոսության պայմաններում կամ մասնագետի հետ մասնագիտական պայմաններում հասկանում է, որ խնդիրը իր ներսում է։ Իհարկե, այս հարցը շատ բազմաշերտ է, որովհետև իսկապես երբեմն նույն դայակի ընտրություններ կամ տատիկի մոտ թողնելը կարող է շատ վնասարար լինել երեխայի համար։ Տեսեք, մենք խոսում ենք կնոջ առաջնորդությունից, կարիերայից կամ աշխատանքի կարևորությունից, այն իրողություններից, որ այո, կինը միայն մայր չէ, կինը միայն կին չէ, կինը միայն ուղակի տանը խոհանոցում զբաղեցնող դիրքը չէ, ինքը պետք է աշխատի, որպեսզի կարողանա ինքնադրսևորվի, կարողանա ինքնազարգանա, կարողանա սոցիումում իր կայուն տեղ ունենա եւ վերջապես ինքը հաճույք ստանա, բավարարված լինի իր կյանքից, որպեսզի կարողանա շարունակել իր առողջ մայրությունը, բայց երբեմն մենք այս ընտրությունների համակարգում թողնել տատիկի մոտ կամ թողնել դայակի մոտ կարող ենք շատ սխալվել կամ շատ վնասվել այն առումով, որ կվնասենք մեր երեխային, որովհետև մենք չգիտենք նույն տատիկի դաստիարակչական համակարգում ինչպիսի դիրքորոշումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, ինչպիսի հուզականությամբ է տատիկը կամ ով է դայակը։ Ես միշտ խորհուրդ եմ տալի մայրերին դայակ ընտրելը շատ բարդ պատասխանատվություն է։ Արդյոք դայակը կարողանում է ճիշտ հուզական կապ հաստատել երեխայի հետ, արդյոք կարող է երեխայի համար ստեղծել անվտանգ, ապահով պայմաններ, արդյոք երեխայի ինքնավարության ձևավորման համար կարող է դայակը տալ այդ անհրաժեշտ պայմանները։ Ընտրությունը շատ բարդ է իրականում, բայց եթե ընտրել ենք եւ կարողացել ենք այս փուլերը հաղթահարել եւ հասկանալ, որ այո, այն դայակն է կամ այն տատիկն է, ում խնամքը չի վնասելու մեր երեխային, ավելորդ վերահսկողությունը կարծում եմ ի վնաս է լինելու, այստեղ պետք է միայն որոշակի զգուշավորություն, որոշակի այո, ժամանակ առ ժամանակ զուտ ստուգում, բայց ոչ անընդհատ դժգոհություն կամ ոչ անընդհատ այսպես հուզականորեն լարված իրավիճակների ստեղծում, որը որ այո կարող է ավելի վնաս լինել հենց իսկ երեխայի համար։ Միանշանակ համակարծիք եմ, որովհետև ես նաև հասկանում եմ եւ երիտասարդ մայրիկների մտահոգությունը, նաև չենք բացառում մյուս կողմի մտածելակերպը, մոտեցումները, իրականում մարդիկ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ունեն վախեր, եւ երևի նորմալ է այդ վախերը ունենալը, չգիտեմ, հոգեբանության մեջ դա ոնց է Պաշտպանական է, այո, եւ ցանկացած մարդ պետք է ունենա դա, բայց դա չհասցնել այն աստիճան, որը դառնա կոնֆլիկտայնության մշտական պատճառ կամ չդառնա հուզականության անընդհատ այսպես հյուծման պատճառ, որովհետև եթե մենք անընդհատ ապրենք վախը կենտրոնում դնելով,
մենք չենք կարող ուղղակի ռացիոնալ որոշումներ կայացնել։ Ես միշտ օրինակ եմ բերում, կրակի մեջ այրվող մարդը չի կարողանա ուղղակի մտածել այլ բաների մասին։ Ինքը մտածելու է փրկվելու մասին։ Նույնն է, եթե մարդը անընդհատ վախի եւ տագնապի մեջ է, ինքը մտածելու է փրկվելու մասին, ինքը վտանգ է զգում։ Եվ վտանգի զգացումը չի թողնելու ուղղակի առողջ եւ բանական որոշումներ կայացնի մարդը եւ չի թողնելու, որ ճիշտ ընկալի օբյեկտիվ իրականության ճիշտ ընկալումը խախտվում է այս դեպքում։ Լավ, իսկ երբ մարդը վախի, տագնապի եւ նման հոգեհուզական իրավիճակների մեջ է եւ գիտակցում է, որ իր կյանքում ինչ որ փուլ է սկսվել, որին պիտի ինքը լուծում տա։ Սովորաբար ինչ են խորհուրդ տալիս հոգեբանները։ Ես գիտեմ, որ հոգեբանները որպես այդպիսին ուղիղ խորհուրդներ մարդկանց չեն տալիս, բայց վստահաբար հոգեբանները գիտեն այն ճանապարհները, թե ինչպես կարելի է հաղթահարել եւ վախը, եւ տագնապը, եւ նման ստրեսային իրավիճակները։ Դուք ինչ խորհուրդ կտայիք։ Ինչպես անցնել վախի միջով, հասունանալով եւ հաղթահարելով։ Կրկին պետք է խոսեմ, որ դա շատ անհատական է եւ գոյություն ունի համապիտանի ուղերձներ, որը որ կարող է օգնել բոլորին։ Յուրաքանչյուրը ունի իր վախի ստեղծման, վախի մեջ այսպես էփվելու մեխանիզմը, ինչով է դա պայմանավորված։ Դա կարող է լինել ընտանեկան պայմաններով ձևավորված վախ, կարող է լինել սոցիալական միջավայրով ձևավորված վախ, իսկ այսպես համապիտանի եւ մի փոքրիկ, որ ուղերձ, որը որ կարող է գոնե մարդուն հեռու պահել այդ վախից, որ պետք է ամենաառաջին գիտակցումը եւ այն միտքը, որ իրենց պետք է ասեն, որ սա իմ իրականությունը չէ, սա իմ խնդիրն է։ Սա մի բան է, որը որ ինձ խանգարում է։ Այսինքն, երբ որ մարդը գոնե գիտակցում է, որ դա խնդրեմ է, դա իրականություն չէ, կարծես հեռանում է այդ վախից, ինչ որ մի ձև պատ է դրվում իր սեփական կյանքի եւ վախի միջև եւ ժամանակավոր հեռացում է ապրում։ Իսկ մնացածը թե ինչպես կհաղթահարի, կարծում եմ սա արդեն հոգեթերապևտի գործն է, եթե խոսքը գնում է հատկապես այն վախերի եւ այն տագնապների մասին, որոնք որ խանգարում են մարդուն արդեն աշխատել, սիրել, հաճույք ստանալ եւ առհասարակ բավարարվել կյանքից։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք բոլոր մարդիկ պիտի գոնե կյանքում մեկ անգամ անցնեն հոգեթերապիա։ Կարծում եմ այո։ Գիտեք ինչու՞։ Մենք որպես կանոն գնում ենք չէ բժշկի։ Տարեկան գոնե մի քանի անգամ ստուգվելու։ Շատերը գնում են 10 տարին մեկ անգամ։ Այնուամենայնիվ, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպի եւ իսկապես սեփական կյանքը գնահատողական դիրքերից մարդու մասին, անպայման գնում են։ Դա ես միշտ համարում եմ փնթի վերաբերմունք ամենայն դեպս սեփական կյանքի նկատմամբ, եթե մարդը գոնե տարեկան 1-2 անգամ բժշկի չի այցելում։ Նույնը հոգեբանի մոտ գնալն է։ Իհարկե մենք հոգեբանական առումով կարող ենք ունենալ շատ ցավեր կամ զարգացող հոգեբանական ցավեր, տառապանքներ, որոնք որ դեռևս մեզ չեն հուշում, բայց իհարկե նախադրյալը կա կամ արդեն իսկ արկա է, բայց մենք չգիտես ինչու վախենում ենք գնալ, որովհետև մենք չունենք այդ մշակույթը, կամ մտածում ենք դե ինչ է, որ մենք ինքնուրույնաբար կլուծենք, կամ մտածում ենք, որ դա թուլություն է, ոչ դա թուլություն չէ։ Ոչ ոք իր սեփական ատամը հեռացնել չի կարող իր սեփական գործիքներով։ Ոչ ոք ինքն իրեն վիրահատել չի կարող։ Դրա համար գոյություն ունի հատուկ բժշկական միջամտություն վիրահատարանում կամ բժշկի կաբինետում, նույնը հոգեբանի մոտ այցելելն է։ Դա միայն կարող է անել հոգեբանը։ Հոգեբանի հետ ճանապարհ անցնելը միայն մարդուն կարող է ապաքինել որոշակի հոգեբանական խնդիրներից։ Իսկ չեմ կարծում մարդ, որը որ դա չունի կամ չի ունենալու։ Դե ինչպես ասում են, բոլորը ունեն մանկական տրավմաներ, չէ՞, հիմա այդպիսի մոդայիկ ձևակերպումներ կան։ Այո, ունեն եւ այստեղ կախված է թե այդ նույն մանկական տրավման որքան է խանգարում արդեն հասուն կյանքում, որովհետեւ շատ դեպքերում մեր հասուն կյանքի խնդիրները ամբողջությամբ հիմք ունեն եւ դա այո մեր մանկությունն է եւ մենք չենք էլ հասկանում,
որովհետև դա հասկանալը շատ բարդ սխեմա է, շատ բարդ համակարգ է։ Իսկ առանց հոգեբանի, ով կբացի եւ ձեզ ցույց կտա, սեփական ուժերը ուղղակի անհնար է։ Իսկ դուք տեսնում եք տենդենց, որ հիմա շատերն են իսկապես գնում հոգեբանի մոտ։ Ես նկատում եմ, որ բոլոր հոգեբանները մեծամասամբ տեղ չունեն կամ ազատժամեր ունենում են մի քանի ամիս հերթերից հետո։ Եվ ես իրականում շատ ուրախ եմ, որ մարդիկ սկսել են այսպիսի մասսայական ֆորմատով գնալ, բայց հետաքրքիր է դուք ինչ ստատիստիկաներ եք տեսնում։ Իսկապես շատ է փոխվել։ Ես պրակտիկ հոգեբանության մեջ մտել եմ 2005 թվականից սկսած եւ հիմա անհամեմատելի է։ Համեմատել անգամ չենք կարող, թե որքան է թվականակը աճել հոգեբանի դիմելիության եւ շատ ուրախալի է։ Շատ ուրախալի հանգամանք է։ Սա եթե նկատել եք վերջին շրջանում նաեւ սպորտզալերում է հաճախելիությունը բարձր թվով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մարդիկ բարձր գիտակցության կրողներ են դարձել եւ հասկանում են եւ կարեւորում են սեփական կյանքը եւ սեփական առողջությունը։ Եվ իհարկե, այստեղ պատճառները բազմաթիվ կարող ենք նաեւ շարունակել եւ թվել։ Նույն կյանքի դժվարությունները, նույն քաղաքային կյանքի դժվարությունները, նույն մոտիվացիոն համակարգը անձանց, արժե համակարգի փոփոխությունը։ Եթե նկատել եք, կփաստեք, որ ռոբոտացված կյանքի է նման այսօր մեր կյանքը, հատկապես Երևան քաղաքում։ Եվ բոլորը վազում են աշխատելու, ստեղծելու տենդենսով։ Վիճանային փոխհարաբերությունները, ընկերական կապերը, հաճելի ժամանցներ ունենալը միմյանց հետ, կարծես թե մի բան է, որի մասին մենք մոռացել ենք մեր օրերում։ Իսկ սա ինչի է հանգեցնում։ Հոգեբանական ստրեսների, հոգեբանական լարվածության, հոգեբանական անդիմանալիության եւ սրա լուծողնով է բնականաբար հոգեբանը, հոգեթերապևտը։ Դե շատ ժամանակ մարդիկ այնքան են ստրեսային իրավիճակներում լինում, որը կարծես իրենց համար դառնում է նորմա, բայց իրենց հոգեհուզական աշխարհը ոնց որ դառնա այսպես շատ արագ վնասվող, ոչ դիմացկուն, որովհետև շատ հաճախ եմ նկատում, հատկապես աշխատանքային process-ում, վերջերս չգիտեմ ինչու, բայց միշտ այդպիսի իրավիճակներում հայտնվում եմ, կոնֆլիկտային, այնպիսի, որ ես ռեալ տեսնում եմ, որ դիմացի մարդը ունի նյարդային համակարգի դիմացկունության հետ խնդիր, որ մի ցանկացած փոքր հարց իրեն կարող է հունից անել, նյարդայնացնել եւ այդ իրավիճակներ բնականաբար ազդում է համընդհանուր աշխատանքային միջավայրի վրա։ Հետաքրքիր է օրինակ դուք ինչ լուծումներ եք առաջարկում, երբ հոգեբանական խնդիրները ակտիվ դրսևորվում են աշխատանքային միջավայրում, ընկերություններում, բիզնեսում եւ խանգարում են աշխատանքի որակին, ինչ կարելի է անել։ Տեսեք, դա օրենք է։ Եթե մի բան շատ է լցվում, ինքը պետք է թափվի անպայման։ Ոչ մի բան անվերջանալի տեղ չունի տեղավորելու։ Փուչիկը որ փչում ենք, եթե շատ ենք փչում, ինքը անպայման պայթվելու է։ Նույնը երկարատև ստրեսները, այսինքն եթե մարդը երկարատև գտնվում է ստրեսային իրողության մեջ, ինքը պետք է պարպի, ինքը պետք է միտեղ դուրս տա դա։ Եվ անհիմն տեղը ոչ իրական խնդրի շուրջ, այո, մարդը կարող է հուզական պորտքում ունենալ, իհարկե հետո փոշմանել, հետո հասկանալ իր խնդիրը կամ չհասկանալ, չգիտենք, դա կապ ունի թե որքան է մարդը գիտակից կամ որքան է հասկանում իր խնդիրը որտեղ է։ Եվ սա այո վտանգավոր է ոչ միայն աշխատավայրերում, փողոցում ենք մենք դա տեսնում, խանութներում ենք տեսնում եւ պատահական չէ, հա, որ բոլորն էլ շեշտում են, որ վերջին շրջանում այսինչ է կատարվում։ Մարդիկ բոլորը ագրեսիվ են, մարդիկ բոլորը լարված են, կամ մարդիկ չարացել են, կամ մարդիկ իրենց կորցրել են, սա ինչ է, երկարատև չմշակված հուզականության արդյունք է, որը որ այո հանգեցնում է եւ բարոյական եւ արժեքային համակարգերի կտրուկ վատթարացմանը։ Իսկ աշխատանքային միջավայրում վերջերս կարծես թե սա էլ է ուրախալի մի բան, հասկացել են
կառավարիչները, կառավարման համակարգը, որ այո, հոգեբաների ներկայությունը եւ նույն հոգեբանական թերապևտիկ տրեյնինգները շատ կարեւոր են, որտեղ որ դուրս են բերվում եւ աշխատակիցների հուզական վիճակները եւ ղեկավարի հուզական վիճակն է փորձում, հա, նույն մասնագետը հասկանալ եւ տեստավորման կամ տարբեր աշխատանքների միջոցով կարողանում է ընդհանուր հոգե պատկեր ներկայացնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։ Եվ շատ արդյունավետ են նաև միջխմբային տրեյնինգների եւ հոգեբանական աշխատանքների կազմակերպումը, որտեղ որ անձնային խնդիրների համատեքստը առանձնացվում է եւ մնում է աշխատանքային, բայց երբեմն օրինակ անձնային խնդրով եթե աշխատողը եկել է աշխատավայր, հնարավոր է այնքան ուժեղ լինի այդ խնդիրը, որը որ լուծելի չէ եւ բնականաբար ամբողջ աշխատանքային միջավայրը այստեղ փչանալու է, կործանվելու է։ Եվ իհարկե շատ կարևոր է այո հոգեբանի ներկայությունը աշխատանքային կոլեկտիվներում, խմբերում, որտեղ որ որոշակի հոգեբանական եւ խմբային եւ անհատական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի մարդիկ կարողանան ավելի ճիշտ լիցքաթափվել, ստրեսային իրողությունից շատ ավելի ճիշտ գիտական մեխանիզմներով դուրս գալ, միջանային հարաբերությունների արդյունավետ լուծման հմտություններ կարողանան կառուցել, կարողանան ճիշտ հարաբերակցվել նույն ղեկավարի հետ, ղեկավարը կարողանա ճիշտ ճանաչել իր աշխատակիցների հուզական վիճակը, ղեկավարը կարողանա հասկանալ աշխատակիցների մոտիվացիոն համակարգը, արժեքային համակարգը, կարողանան ձևավորել ճիշտ միջանային փոխհարաբերություններ, կան որոշակի աշխատանքային խմբեր, որոնք որ սպասարկող են, չէ, իրենք էլ շփվում են դրսից եկած այցելուների հետ եւ կարողանան ճիշտ բանակցային հմտություններ կիրառել, կարողանան ճիշտ լսել, զայրույթը կառավարել, ստրեսը կառավարել, հույզերը հասկանալ, այսինքն սրանք բոլորը հոգեբանական աշխատանքներ են եւ հոգեբան պահանջող աշխատանքներ են։ Իսկ ինչ եք կարծում, խմբային թերապիաները ունենում են դրական ազդեցություն։ Շատ։ Եվ խմբային թերապիաների ազդեցությունը չեմ ուզում այսպես շատ գերակայող դիրքերից ներկայացնել, բայց իսկապես հզոր է, որովհետև խմբային թերապիաների ժամանակ մարդը լինում է լսված, լինում է այլ մարդկանց կարծիքների ներքո, ինքը ինքնանույնացում է ապրում, հասկանում է ով է ինքը փորձում է հասկանալ, որ խնդիրը միայն իրենը չէ, խնդիրը լուծվում է խմբի միջոցով, քանի որ մարդը սոցիալական էակ է եւ այդ նույն սոցիալական խումբն էլ փորձում է հաղթահարել խնդիրը։ Մարդը ունենում է կարեւորության զգացում եւ այստեղ ձևավորվում է փոքր միջանձնային խումբ, որը որ ունի հստակ սահմաններ եւ կանոններ եւ այդ սահմաններ ու կանոններ պահպանողը հոգեբանն է։ Այսինքն սա դառնում է մինի փոքրիկ լաբորատոր խումբ, որտեղ որ առաջադրվում են որոշակի խնդիրներ եւ այդ նույն խմբում լուծում է ստանում։ Մարդը դառնում է ավելի հասուն, ավելի հոգեբանորեն աճած եւ ավելի ունակություններով լեցուն, որը որ տանում է արդեն ինքը իրական կյանք, ընտանիք, կոլեկտիվ։ Քանի որ մեր եթերաժամը արդեն մոտեցավ իր ավարտին, ուզում եմ վերջին հարցս տալ։ Ինչ անեն այն կանայք, այն աղջիկները, ովքեր ունեն առաջնորդային հմտություններ, ուզում են կարիերա անել, մի բան ստեղծել, ինքնադրսևորվել եւ ռեալիզացվել, բայց ունեն վախեր, որոնք ռեալ խանգարում են իրենց։ Ինչպես հաղթահարեն այդ վախերը եւ ամեն դեպքում խիզախեն գործել։ Մի փոքրիկ այսպես ուզում եմ մեջբերում անել, եթե առաջնորդային հմտություններ ունեն, վախը չպետք է լինի։ Այսինքն, եթե մենք խոսում ենք առաջնորդության մասին, որպես կանոն, այստեղ վախը արդեն իսկ հաղթահարված է։ Երևի ունեն որոշակի ունակություններ, ունեն լավ գիտելիքներ, ունեն լավ այսպես փորձառնություն, բայց ուղղակի չեն կարողանում իրենց ինքնարեալիզացնել։ Այստեղ պետք է իհարկե ազատվել, պետք է հասկանալ վախի պատճառը, պետք է հասկանալ օրինակ եթե ռիսկի են դիմում, ինչ կարող է պատահել, ինչ կարող է կորցնել ամենավատագույն սցենարի դեպքում, ինչ կարող է շահել, եթե կորցնում է օրինակ վատագույն սցենարով եթե վերլուծում են, իսկապես դա այն կորուստն է, որը արժի զոհաբերել այսօր քայլ չանելուն։
Եվ վերջի վերջո պետք է հասկանալ, որ եթե ուզում է մարդը մի բան ունենալ, ապա պետք է անպայման գնալ ռիսկի ճանապարհով։ Եթե ինքը չի գնում, ուրեմն ամեն ինչ կորցված է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Փոխադարձ Հուսով եմ, որ մեր կանայք եւ մեր լսողները կմոտիվացվեն եւ կփորձեն ավելի գիտահեն միջամտությամբ հասնել իրենց նպատակներին։ շնորհակալություն շատ հետաքրքիր հաղորդման համար, սիրելի Մանե։ Շնորհակալ եմ։ Դե ինչ հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար Ալիքի եթերում 2x հաղորդաշարներ։ Իսկ ես Մանե Բարեղամյանն եմ ու այսօր զրուցում եի հոգեբանական գիտությունների տեխնացու Լիլիթ Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։